Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ խոսքը, ինչպես նշեցի, վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգին եւ մենք, ինչպես եւ խոստացել էինք, փորձում ենք պարզեցնել այս համակարգը, հաշվի առնելով արդեն փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածը եւ այդ ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրներն ու վիճակագրությունը, չնայած այս մասին շատ անգամներ խոսել ենք եւ շատ տարբեր առիթներով բոլոր հարցերին գրեթե պատասխանել ենք, ամեն դեպքում համառոտ ներկայացնեմ ինչի մասին է խոսքը։ 2023 թվականին ընդունված օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լրացնեն ֆիզիկական անձինք, պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։ Դա ներդրվել է փուլային եղանակով, 2024 թվականին լրացնում էին շատ քիչ թվով մարդիկ, շրջանակը մոտավորապես 20,000 հոգի էր, այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնում են արդեն մոտավորապես 1 միլիոն անձինք, հիմնականում վարձու աշխատողները եւ հաջորդ տարի արդեն նախատեսվում է, որ պետք է հայտարարագիր լրացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք։ Ինչպես գիտեք, այս ընթացքում այս համակարգի հետ կապված մի քանի փոփոխություններ արել ենք եւ մասնավորապես վերջին փոփոխությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայտարարագիրը լրացնելու համար պետք էր ունենալ էլեկտրոնային ստորագրություն, այսինքն կամ ID card կամ eSIM եւ մեր հայրենակիցներից շատերը միանգամից այդ մեծ ոսկի պատճառով հնարավորություն չեն ունեցել ստանալ այդ քարտերը եւ մենք այն ժամանակ հայտարարագրերի վերջնաժամկետը երկարաձգեցինք մինչեւ նոյեմբերի 1-ը, որը նաեւ հաջորդ տարվա համար է պահպանվելու։ Այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ 140,000 քաղաքացիները, որոնք կարելի ասել օրերի ճշգրտությամբ եմ ասում տվյալները հայտարարագիր են լրացրել, մեծ մասը հայտարարագրերը լրացրել է առանց որևէ բան փոփոխելու։ Այսինքն պետական եկամուտների կոմիտեն, երբ քաղաքացիների հայտարարագրերը ինքնաշխատ տարբերակով լրացնում է, քաղաքացիների մեծ մասը այդտեղ որևէ փոփոխություն չեն կատարել եւ հաստատել են ուղղակի այն տարբերակով, ինչ տարբերակով որ նախալրացված է եղել։ Եվ մի ստվար խումբ էլ մեր քաղաքացիների, մոտավորապես 20%-ը, այդտեղ ավելացրել է ընդամենը մեկ կոմպոնենտ, մեկ-երկու կոմպոնենտ, որոնք վերաբերել են հիմնականում ստացված վարկերին եւ փոխհարուցումներին եւ ավանդներից ստացած եկամուտներին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր համակարգացիների համար կարելի է ավելի հեշտ ու սահուն կազմակերպել այս process-ը եւ պատասխանատվության ու իմպերատիվ մեթոդների փոխարեն ավելի շատ մոտիվացիոն տարբերակներով արմատավորել այս կարևոր փոփոխությունը, մենք ուզում ենք կատարել հետեւյալ փոփոխությունները։ Առաջին Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք որ հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չմտնել եւ չլրացնել իրենց հայտարարագրերը եւ իրենց հայտարարագրերը կհամարվեն լրացված եւ հանձնված այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է։ Այսինքն, եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքանը որ պետական եկամուտների կոմիտեն լրացրել է, ենթադրենք աշխատավարձը, ինքը կարող է ոչինչ չանել եւ ըստ այդմ պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված եւ հանձնված։ Ստացվում է, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում չեն լինի քաղաքացիներ, որոնք եկամուտների հայտարարագիր լրացած եւ հանձնած չեն լինի, ըստ այդմ նաեւ վերացնում ենք պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար։ Եվ երկրորդ կարևոր փոփոխությունը, որը անում ենք,
սոցիալական կրեդիտների համակարգը, այսինքն այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամուտների եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության եւ առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, այդ հնարավորությունը կտրվի ամեն դեպքում այն մարդկանց, ովքեր գոնե մուտք կգործեն եւ թեկուզ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն։ Այսինքն իմաստը հետևյալն է, որ եթե քաղաքացին որևէ բան է ուզում ստանալ պետությունից, ապա ինքը իր հերթին պետք է կատարի որոշակի գործողություններ։ Երրորդ փոփոխությունը, որ անում ենք, քանի որ հիմնական շեշտը դրվելու է նրա վրա, որ ինքնաշխատ տարբերակով պետական եկամուտների կոմիտեն ավելի լայն հասանելիություն ունենա ինֆորմացիան եւ ավելի ամբողջական լրացնի հայտարարագրերը, մենք պետական եկամուտների կոմիտեին որոշակի հասանելիություն ենք տալիս տարբեր տվյալների, բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը սահմանում ենք մեկ դրույթ։ Օրինակ, եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքը ձեռքով չլրացնի, օրինակ, ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով մարդը իր համաձայնությունը կտա պետական եկամուտների կոմիտեին, եւ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացած եկամուտների վերաբերյալ տվյալները եւ ավտոմատ կլրացվի։ Եվս մեկ փոփոխություն կարևոր, որը որ այս պահին նախնական նախագծում չկա, բայց պայմանավորվել ենք առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն հանձնաժողովի նիստի ընթացքում կատարել, այն է, որ ֆիքսելու ենք, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Այս հարցը շատ էր մեր համաքաղաքացիներին մտահոգում ու հարցերը բավականին շատ էին այս առումով, չնայած եթե այս փոփոխությունը չանենք այնպես էր, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում դրանք նվազեցվող եկամուտներ են, այսինքն հարկման ենթակա չէին, մենք այս դրույթով ուզում ենք ֆիքսել, որ ավելի հստակ լինի, որ ծնողի եւ երեխայի քույրերի, եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարելու կարիք չի լինի։ Խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Եվ նաև պայմանավորվածություն ունենք, որպեսզի հայտարարագրման առարկա չլինեն նաև ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերը եւ փոխառությունները, սակայն դա կանենք ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ, սրանք են հիմնական փոփոխությունները, հարգելի գործընկերներ, ելի ինչ որ փոփոխություններ նախատեսվում են հիմնականում արդեն իրավական ու տեխնիկական բնույթի, եթե հարցեր լինեն կպատասխանենք, եթե ավելի շատ հարցեր լինեն, դրանց էլ հանձնաժողովի նիստին կպատասխանենք։ Շնորհակալություն։ Մի վերջին բան էլ ավելացնեմ, քանի որ շատ էին այս ընթացքում խոսակցությունները, որ այս փոփոխությունը արվում է այն պատճառով, որ առջևում նախընտրական տարի է, կամ շատ էին այն խոսակցությունները, որ տեսեք հարգելի քաղաքացիներ, սա մեր պայքարի արդյունքն է, կային որոշ մարդիկ, որոնք այդպես ներկայացնում են, ուզում եմ նշել, որ մենք այս մասին խոսում ենք բավական վաղուց եւ դեռևս այս տարվա սկզբին հայտարարել ենք, որ եկամուտների հայտարարման համակարգը կպարզեցվի եւ մենք համապատասխան փոփոխություններով հանդես կգանք աշնանը, այսինքն մենք կատարում ենք մեր խոստումը եւ նախագիծը թեպետ ներկայացվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, բայց դա կառավարության մեր գործընկերների հետ համատեղ նախաձեռնություն է եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերներին այս նախագիծը մշակելու եւ այստեղ հասցնելու համար։ Հիմա շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։